Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, դե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ եմ պատրաստել, իհարկե սկսում ենք նախաճաշից, նախաճաշի համար ձու եմ եփում, որպեսզի պատրաստեմ համեղ բուտերբրոդներ, վերցրել եմ հացի մի մասը, տոստ չեմ արել, որովհետև շատ թարմ, տաք, խրթխրթան լավ հաց էր, այս անգամ առանց տոստ անելու, տոստ եմ անում այն դեպքում, որ հացը մի օր առաջվա է, մի խոսքով, քսում եմ պանիր, սերուցքային պանիր և ձուն կտրում եմ շերտերի և ունեի մի կես ավոկադո, նույնպես օգտագործելու եմ, դե ինչ սիրելիներս, այսպիսի նախաճաշ եմ պատրաստում և թեյով վայելենք, դե ինչ բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին, Դե ինչ սիրելիներս, նորից հանդիպեցինք ճաշի ժամին, հիմա եփում եմ կարտոֆիլ, դե իհարկե եթե տանը կա թթու, խաշած կարտոֆիլը անպակաս է, քանի որ խոհանոցում շատ գործեր ունեմ անելու, այսօր պետք է պատրաստեմ իշլիկ հյութան, դրա համար որոշեցի ճաշի ժամը լինի այսպես հեշտ և արագ, գնել եմ 1 տուփ շպրոտ, խաշեցի կարտոֆիլ և վայելելու ենք շպրոտը թթուով, կարմիր սոխով ու կանաչիով, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար, ինձ ոչ մի բան, սիրելիներս շատ եմ սիրում այն ինչը որ դրված է սեղանին, սա է լիմոն, ով ուզում է թող իր շպրոտի վրա լիմոնի հյութ քամի, ստացվում է շատ համեղ, դե ինչ սիրելիներս, սա էլ ճաշի ժամի մեր մենյուն, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին, դե ինչ ժողովուրդ ջան, իմ խոհանոցում հերթական անգամ խառնաշփոթ վիճակ կա, մի քանի բան եմ գնացել վերցրել եմ, հիմա սպաս եմ ուզում մի քիչ պատրաստեմ ու այստեղ միս եմ վերցրել, որպեսզի ինչ անուն է, իշլիկ հյութա, իշլիկ հյութայի համար, այստեղ բլղուր եմ վերցրել, շատ լավ բլղուր է, մանր, իշլիկ հյութայի համար, հիմա հեսա, այստեղ էլի միսը, մի խոսքով, այստեղ տոմատ եմ գնել բանի պասուստոլմայի համար, շատ լավ տոմատ է, շատ պինդ խիտ տոմատ է, ահա ժողովուրդ ջան, էլի սենց փոքրիկ առևտուրներ, այն ինչը որ պետք է, վերցնում եմ օրվա, որ շատ խառնաշփոթ չանեմ, չեմ սիրում տենց խառնաշփոթ անել, հիմա մի հատ սպասը
Դնեմ վրեն, թողեցի։ Ցորենով եմ պատրաստում, ցորենը արդեն դրել եմ վրան։ Ցորենը թողեցի, մենք սիրում ենք ցորենով սպասը։ Մի խոսքով այտենց բան է, ժողովուրդ ջան։ Հիմա այստեղ մի քիչ ալյուր կավելացնեմ։ Տեսա նախ սրանք էլ ջրով կողողեմ ու վերջ։ Ու կդնեմ սպասը թող լինի։ Ահա, ժողովուրդ ջան, կամանց, սենց թեթև խառնելով սպասը, այդ ընթացքում էլ կկտրեմ հիմա սոխը, սոխարացի համար։ Դեռելի սոխ պետք է կտրեմ, որովհետև իշլիքյուֆտայի համար սիրում եմ միջուկի մեջ, ոնց որ բլինչիկը տենց է իշլիքյուֆտա շատ սոխով։ Իսկ սպասը մենք սիրում ենք սոխարածով։ Այսպես մանր կկտրատեմ ու սոխարած կանեմ։ Գիտեմ, որ շատ մարդիկ կան սոխ չեն սիրում սպասի մեջ։ Մենք չէ, սիրում ենք։ Ահա, ժողովուրդ ջան, այսօր էլ հերթը հասավ իշլիքյուֆտային։ Այսօր էդ էլ կպատրաստեմ։ Մենակ մոռացել եմ այդ զիպով տոպրակներից գնեմ սառացնելու համար։ Ոչինչ, միջև ուշ ժամը, եթե վերջացրեցի, կգնամ կվերցնեմ, եթե չէ, կիսատ կթողնեմ գործս, կգնամ վրաս խանութից կվերցնեմ, կգամ, որ հենց պատրաստեմ ու մի անգամից տենց թարմը դնեմ սառցախցիկը, որպեսզի սառնի։ Ահա, ժողովուրդ ջան, կամանց, ամեն գործ առաջ կտանք, առանց շիլաշփոթ անելու։ Դնեմ սոխարածն է լինի ու սպասը հեշտ ու արագ շուտ լավ պատրաստվում է։ Սպասա, ոչինչ, թող լինի, կամանց կտաքացնենք կուտենք։ Այս քանի օրը որ զբաղված եմ, դրա համար որոշեցի սպասը պատրաստեմ, տենց ձեռքի հետ պահի տակ կտաքացնենք սիրուն։ Այս աստեղ ցորենն է փում։ Մի քիչ հեսա աղ կավելացնեմ, մի քիչ էլ աղով կեփի, մի թեթև էլ հիմա սակ խառնեմ, ու սոխարածը կդնենք արդեն գազօջախին։ Հիմա մեջը մի կտոր կարա կդնեմ ու կթողնեմ սոխարածը լավ կարմրի։ Ահա, ժողովուրդ ջան, ցորենը էփեց։ Հիմա կավելացնեմ ցորենը։ Ու կավելացնեմ սոխարածը։ Այսենց համով, լավ, սպաս կլինի ընտիրություն։ Թո մի հատ հեսա եռա, աղը կստուգեմ ու կանաչին կկտրեմ։ Սա էլ համեմը, սպասի համն ու հոտը։ Ահա, վերջ։ Տեսակ ինչքան շուտ ու հեշտ եղավ ամեն ինչ։ Հիմա կանցնեմ իմ
Իշլի քյուֆտային, ահան, ահան, ուրեմն ստեղ պատրաստվում է իշլի քյուֆտայի միջուկը, առատ սոխ եմ ավելացնում ու ոչ մի ավելնորդ համեր էլ չեմ տալիս, սև պղպեղ, աղ ու կանաչի, ոնց որ բլինչիկը տենց էլ իշլի քյուֆտան ավելնորդ ինչ-որ համեմունքների չենք սիրում, սիրում ենք իրա կլասիկ սովորական համերը, ժողովուրդ ջան, լիքը սոխ լցրեցի, թող հիմա տապակվի, աղը պղպեղը կստուգեմ ու վերջում կավելացնեմ կանաչին։ Տենց, ժողովուրդ ջան, ինձ մոտ արդեն ամեն ինչը պատրաստ տեղավորված, դրսի, այսպես ասած, խմորը միսը բլղուրով պատրաստել եմ, ավելացրեցի աղ, 2 ձու ու կարմիր չոր պղպեղ, աղացած պղպեղ, կողքից դրել եմ ջուր, որպեսզի ձեռքերս ափերիս մեջ թռչեմ ու կարողանամ գնդերը անել, այստեղ արդեն սինին պատրաստել եմ ու միջուկը, այստեղ էլ տետրնա, որը պատրաստում եմ մայրիկիս բաղադրա տոմսով, ուրեմն ինչ ունեմ այստեղ 1 կիլոգրամ միս ու իրա մոտ գրված է 3 մեծ բաժակ մանր բլղուր, դա լինում է մոտավորապես 700-ից 750 գրամ բլղուր, որը որ ավելացրել եմ արդեն ու 1-ից 2 ձու, նայա ձվի չափը ես ավելացրեցի 2 ձու, որպեսզի լավ կպչուն լինի, ահան, հիմա անցնեմ գործի, փակեմ տետրը, տետրը արդեն թանգարանային տետր է, ահան, սա խմորը, այսպես ասած, ջուրը և միջուկը, ավել բան մեզ պետք չի, ուրեմն այսպես մի քիչ ձեռքի մեջ ջուր ենք անում, ափի մեջ, վերցնում եմ մի փոքրիկ կտոր, իրան որ ձեռք ես տալի, արդեն իրա կպչողականությունը զգացվում է, որ լավն է, ու ասենց իրան բացում ենք, լավ, ինչքան հնարավոր է բարակ, մեջը դնում ենք միջուկը, այսպես ու փակում, էլի մատներիս ծերերը ջուր եմ անում ու մի լավ այսպես փակում եմ ու կլոր գունդ եմ անում, ես սիրում եմ կլոր, վրա իհարկե պետք է լավ փակվի, որպեսզի էփելուց չբացվի, արդեն ջուրը դրել եմ վրան եռում է, հիմա առաջի մի քանիսը
կեփեմ ու ըստ դրա կտեսնեմ, եթե պետք է մի քիչ ջուր ավելացնել, թե ոչ։ Ահա, ժողովուրդ ջան, այ այսպիսի սիրուն գնդիկ ստացվեց։ Պետք է խաշես դրան։ Խաշեմ տենամ լավանում, ոչ։ Բայց вообще չես խաշում, չէ։ Չէ, դա սառացում է։ Հավեցա։ Հա, ոնց որ։ Ահա ժողովուրդ ջան, իշլի քյուֆտաները եփեցի, տեստանենք, պրոբանենք եւ նաեւ դարավ մեր ընթրիքը։ Մի աման փոքր սպասով մենք վայելեցինք այսօրվա մեր ընթրիքը։ Իշլի քյուֆտաները ստացվել էին շատ համեղ։ Պարզապես պատերը մի քիչ հաստ էի բացել, մնացածը արդեն արեցի ավելի բարակ։ Դե ինչ սիրելիներս, բարի ախորժակ բոլորին եւ բոլորի գալիք նոր տարին շնորհավոր լինի։ Միշտ լինեք առողջ եւ ուրախ։ Դե ինչ ժողովուրդ ջան, տեսեք, թե եմ ինձ պատրաստեմ լիմոնով, դարչինով, դարչինա վրան գրած, դարչինով թեյա, բայց դեռ ես չեմ վերջացրել, գործս դեռ շարունակվում է, այստեղ ջուրն ա, որ անընդհատ ձեռքս թռչում եմ, հիմա մի հատ կփոխեմ մաքուր ջուր կլցնեմ ու գործս կշարունակեմ, դեռ այսքան ունեմ անելու, միջուկը ունեմ, բավականին միջուկ ունեմ ու ասեմ, կտրեցինք, ամենասկզբում ես միշտ այդպես եմ անում, միշտ որ սկսում եմ պատրաստել իշլի քյուֆտա, միշտ մի հատ, երկու հատ կամ 4 հատ նայած քանի հոգի ենք տանը, սկզբի մի քանի հատը էփում եմ, մի հատ կտրում եմ ու տեստ ենք անում, ուտում ենք, տեսնենք, թե լավ է, վատ է, համը, աղը, ինչն է պակաս, համի մասին խոսք չկա, շատ համեղ է ստացվել, բայց պատերը մի քիչ հաստ էր եղել, հիմա այսրանք, որ արդեն պատրաստել եմ, դա փորձելուց հետո եմ պատրաստել, մի քիչ ավելի բարակ եմ բացել, որ պատերը այդքան հաստ չլինի, չնայած ասեմ, ինձ դուր ա գալիս, թե միջուկը, թե վրի պատերը հաստ լինի, ինձ համար համեղ ա, միևնույն ա, բայց նայած ճաշակի, ճիշտ ա։ Ահա, հիմա այսրանք պատերը մի քիչ ավելի բարակ եմ արել, այստեղ էլ տեսեք միացրել եմ, սա եմ լսում, այս տարվա մասին է պատմում, այսինքն նոր եմ միացրել, դեռ չեմ լսեմ, տեսնեմ, թե ինչ է ասում։ Մի կողմից գործ եմ անում, մի կողմից է կլսեմ դա, թե ինչ է ասում։ Ահա ժողովուրդ ջան, մի կողմից է թեյս կխմեմ ու գործս առաջ կտամ։ Հիմա մի հատ այս ջուրն էլ կփոխեմ, մաքուր ջուր ու կհանդիպենք։ Новый год – это не просто праздник, а момент, когда мы задаем тон всему следующему году. В 2026 году нас ждет год огненной лошади, а значит, к новогоднему столу стоит отнестись особенно внимательно. Ահա ժողովուրդ ջան, իշլի քյուֆտաներն էլ պատրաստեցի, դրեցի սենց առանձին տոպրակներով, հիմա պետք է դնեմ սառցախցիկ,
իհարկե սա իրար վրա չեմ կարա դնամ, պետք է առանձին դնեմ, սառեցնեմ, որ դնեմ իրար վրա, սենց կտափակի։ Մի խոսքով, ես էլ վերջացրեցի, սիրուն, փակել եմ լավ, ու սենց, բավականին է ստացվեց, այնպես որ 1 կիլոգրամոսով բավականին է ստացվում այս շլեքյուֆտա, ու սենց ժողովուրդ ջան, շլեքյուֆտան էլ պատրաստեցի։